Ես Սուրեն Հրաչի Ոսկանյանը ծնվել եմ Ապարանի շրջան Մելի գյուղում, մանկությունս անցել է գյուղական միջավայրում, իհարկե սիրուն ձորեր, դաշտեր, սարեր, իմ մանկությունս այդ միջավայրում է անցել։ Ու հաճախակի ես հիշում եմ իմ մանկությունը, գնում եմ դեպի մանկությունս, որտեվ առանց մանկության դու չես կարող ապրել։ Դա ոնց որ նորից սկիզբն է դառնում, հետ ես գնում, նորից վերադառնում ես քո նոր ներկայի կյանքին։ Ծնողներս արվեստի հետ կապ չեն ունեցել, բայց հայրս ինձ ուղղորդեց դեպի նկարչություն։ 4-5-րդ դասարաններում ես սկսեցի արտանկարել։ Դասագրքերում կային բանաստեղծների գրաֆիկական լավ արված աշխատանքներ։ Այդտեղից է սկսվել իմ նկարչությունը։ Ես չգիտեի, որ ասենք նատյուրմորտներ պետք է արվի, կամ ասենք բնանկարներ պետք է արվեր։ Երբ որ գործերս տվեցի Թերնեմեզյան, ուզում էի գործերս տայի Թերնեմեզյան, ինձ չընդունեցին, ասին տղա ջան, այսպես դու չես կարող ընդունվել, պետք է նախորոք դու պիտի պարապես, այդպես էլի։ Հետո ես գնացի Պիոներ պալատ պարապմունքների, ընդունվեցի Թերնեմեզյան, հետո սովորել եմ Գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Թերնեմեզյան սովորելու տարիներին 2 տարի ծառայել եմ բանակում, կուրսը կիսվեց, 2 անգամ կուրս ունեցա, դա շատ դժվար էր, երբ որ դու սովորում ես քո ընկերներին, հետո գնում ես բանակ գալիս ես, նորից ուրիշ միջավայրում ես հայտնվում, ուրիշ ընկերներ են լինում։ Բայց ուսանողական տարիներից է սկսվում նկարիչ ձևավորվելու այդ process-ը, որտեղ մենք ապրում էինք խելարի նման էինք ապրում, որտեղ ես հիշում եմ ոնց որ Շարլ Ազնավուրի բոհեմը, մենք այդ բոհեմով էինք ապրում։ Սրճարանից սրճարան էինք գնում, խմում էինք, խենթություններ էինք անում, մենք ապրում էինք արդեն նկարիչ, մենք ապրում էինք։ Այդ ամեն ինչը ոնց որ մեզ ավելի ձևավորեց դեպի նկարչություն, դեպի ստեղծագործություն։ Գեղարվեստի ինստիտուտը ավարտելուց հետո փնտրտուքների շրջան սկսվեց ինձ մոտ։ Դե բնական ամեն ուսանող, երբ որ ավարտում է, ուզում է որ նկարչական աշխարհում ինքը պետքա ձևավորվի որպես նկարիչ։ Իմ մոտ սկսվեց ինստիտուտից հետո, բայց ինստիտուտի ընթացքում ես ինչ-որ շրջաններ նաև ցուցադրում էի, նկարներ էի վաճառում։ Դա մութ խավար տարիների ժամանակաշրջան էր, բայց հետո անցավ այդ շրջանը, փնտրտուքների շրջանում ստեղծվեց իմ նկարչությունը, հետո գալերիաները սկսում են, երբ որ դու ես սկսում քո նկարները ներկայացնել, գալերիաները տեսնելով, որ քո նկարները վաճառվում է, կարան իրանք գումարներ աշխատեն, իրանք սկսում են քեզանով հետաքրքրվել։ 99 թվականից մինչև 2003 թվականը ես աշխատեցի ամերիկյան խոշոր ընկերության հետ աշխատեցի, շատ մեծ գալերիա էր դա։ Դա ինձ ահագին հետաքրքիր նոր ճանապարհ հարթեց արվեստի մեջ, բայց դրանից հետո մի հայ լիբանանցի գալեշչիկ եկավ Հայաստան, առաջարկություն արեց, որ մենք միասին աշխատենք եւ մենք 20 տարի միասին աշխատեցինք մոտավորապես։ Ինքը ներկայացրեց շատ միջազգային ցուցահանդեսների, ներկայացրեց 2010 թվականին Մոնակոյում անգամ Պիկասոյի աշխատանքի կողքին կախվեց իմ աշխատանքը, այդ կատալոգները տպագրվել են կան։ Ինչպես բոլոր նկարիչների, այնպես էլ իմ կյանքս այդքան հեշտ չի եղել, դժվարին ճանապարհներ են եղել, հուզմունքներ են եղել։ Նկարչությունը միանգամից չի ծնվում քո ներսում, երբ որ դու մոտենում ես նկարակալին, երբ որ սկսում ես նկարել, ներքին ես մոտենում, բայց չէ որ այդ ներկը ինքը սկզբից ինքը ներկա, հետո պետք է դառնա գույն, հոգի պետք է դառնա մարմին, դառնա կին, երևի ինչ որտեղ, որտեղ իմ նկարչությունը հիմնականում կանանց եմ նկարել։ Այդ սերն է եւ կնոջ հանդեպ, կյանքի հանդեպ, մարդու հանդեպ, առանց սիրո հնարավոր չի ոչինչ անել, ոչինչ ստեղծել։ Այդ սերը սկսվում է
նկարակալի մոտից գնում է դեպի կտավ, կտավից հետո այդ կտավը դառնում է մի մարմին է դառնում, հետո գնում է մեկ ուրիշի տանը, ուրիշին երջանկացնելու, որտեղ նկարը վերջապես պատի համար է։ Նկարը արվեստանոցում մնալու համար չի, ինքը պետք է գնա շրջի, մարդկանց երջանկացնի։ Եվ այդպես իմ աշխատանքներս աշխարհով մեկ հիմի տարածված են, մարդկանց երջանկացնում են ու ես դրանում շատ ուրախ եմ, որ այդպես է ստացվել իմ կյանքը։ Ինչ լավ է, որ ես նկարիչ եմ, որտեղ ես ինձ չէի պատկերացնի ուրիշ բնագավառում, ես երբեք չէի պատկերացնի, որտեղ ինձ համար նկարելը, նկարչությունը դա իմ կյանքն է։ Առանց դրա ես մի վայրկյան ես չեմ կարող ապրել։ Երբ որ վրձինը մոտենում է ներքին, ներկը սկսում է ինչ-որ ուրիշ բան է կատարվում ինձ հետ։ Այդ ներկը շոյելով գնում է կտավին, կտավից հետո սկսվում է արդեն ուրիշ պրոցես ասում, ստեղծագործական պրոցեսն է դա, օրերը անցնում, միգուցե եւ շաբաթներ է անցնում, որտեղ մի նկարը աշխատանքներ կա, որ միջև մի ամիս, երկու ամիս տևում է, հետո տեսնում ես մի ահռելի մի աշխատանք ես արել, հետո կանգնում ասում ես Տեր Աստված, էսի ես եմ նկարել, ոնց եղավ էսի, բայց այդ պրոցեսը ինչ որ դու ապրել ես, ինչ որ քո հետ կատարվել է, դու չես զգում, դա չգիտեմ, վերստին դա Աստծո կողմից ինչ որ դա Աստվածային այդ շնորհքն է, որ Աստվածը այդ քո շնորհքով ինքը փոխանցել է, որ դու փոխանցես կտավին։ Շատ անգամ նստում ես, նայում ես քո արած գործին, ինչ որտեղ անկեղծորեն ասում ես, լավ, էսի ես արեցի, ես ոնց ստացվեց այս ամեն ինչը։ Պրոցեսը շատ կարևոր է, որտեղ դու դրանով ապրում ես, դու սիրում ես, դա սիրո պրոցեսն է։ Իսկ ավարտական փուլը դա դու այդտեղ արդեն վայելում ես, որտեղ դու ստեղծել ես արդեն այն ինչ որ այդ պրոցեսում դու ապրեցիր։ Պրոցեսը դա երջանկանալու նման ինչ որ մի բան է, դու որտեղ գուրգուրելով գնում հասնում ես այդ պրոցեսին, այդ ներկերի միջոցով դու ստեղծում ես սեր, կյանք ես ստեղծում եւ այդ կյանքը քո աչքի առաջ է արդեն։ Երբ որ սպառվում եք, աշխատում եք, մի պահ գալիս, որ արդեն դուք ինքներդ զգում եք, որ արդեն սպառվել եք եւ այդ ժամանակ ավարտվում է աշխատանքը։ Միգուցե ինքը ավարտված չի, ես բան չունեմ ասելու, բայց դու որպես նկարիչ արդեն քեզ համար ավարտված է ինքը։ Անելիք չունես այդտեղ արդեն դու։ Իմ արվեստի միջոցով ես մարդկանց փոխանցում եմ բարություն, սեր, զգացմունք։ Ես ուզում եմ, որ մարդիկ իրար սիրեն, շատ սիրեն, որտեղ աշխարհում չարությունը շատ է։ Իսկ նկարիչի աշխատանքը, սերը, զգացմունքը դա շատ մեծ բան է մարդուն երջանկացնելու համար։ Իսկ թվում է ինձ ինչ որտեղ հաջողվել է, որ մարդկանց ես կարողանում եմ երջանկացնել իմ արվեստով, իմ նկարությամբ։ Երջանկությունը դա կյանքն է, պրոցեսն է, երբ որ նկարչական պրոցեսի մեջ եմ, դա ինձ համար երջանկություն է։ Երջանիկ եմ, որ լավ ընտանիք ունեմ, երեխաներ ունեմ, դա երջանկություն է։ Երջանիկ եմ, երբ որ իմ միջավայրը շատ լավ է, ես ինձ լավ եմ զգում այդ միջավայրում, ես երջանիկ եմ։ Շատ լավ ուսանողներ ունեմ, շատ հրաշալի լավ սերունդ կա, որ նոր ուժեր են գալիս, այդ դրանցով ես երջանիկ եմ։ Գիտեմ, որ վաղը մեզ փոխարինողներ կան, այդ հրաշք երեխեքը մեզ փոխարինելու են։ Աշխատասիրությունը շատ կարևոր բան է։ Աստծո տված շնորհքը, եթե 1% Աստված մարդուն շնորհք է տվել եւ 99% աշխատասիրություն, նա մարդը կարա շատ մեծ բաների հասնի եւ հակառակ պրոցեսում կարա կորցնի ամեն ինչը։ Ես աշխատասիրությունն եմ շատ գնահատում, որտեղ դա մեծ արժեք է, շատ մեծ արժեք է։ Մարդը եթե աշխատասեր եղավ, ինքը կհասնի ամեն ինչի, իր ուզածին, կգնա իր երազանքների հետևից։ Վերջապես մարդը, որ ապրում է, ինքը նաև երազանքներով է ապրում, իսկ երազանքներին հասնելու համար մենակ աշխատասեր մարդը կարող է հասնել։ Խորհուրդ կտայի, որ ավելի շատ խենթ լինեի երևի, որտեղ նկարչություն առանց խենթության ինքը չի կարելի արժեք լինի։ Ինչքան նկարիչը խենթ է լինում,
ինձ թվում է ավելի իր նկարչության մեջ ավելի խնդությունները շատ կլինի, ավելի սերը շատ կլինի։ Երևի ինչ-որ շրջաններ կա, որտեվ այդ պահին դու չես մտածում, բայց երբ որ անցնում է ժամանակը, որ անցնում է, ասում ես լավ, ինչի ես այդ ժամանակ այս բանը չարեցի, ինչի բաց թողեցի, բայց դա այդպես ստացվում է, դա մտածված չի, որ ասենք դու հրաժարվել ես այդ ամեն ինչից։ Դու ոնց որ ապրել ես, այդպես ապրում ես։ Բայց գեղեցիկ շատ բաներ կա, որ մենք բաց ենք թողում, որտեվ Աստված ամեն մեկին ինչ-որ աստղային ժամ է հատկացնում։ Եթե դու այդ աստղային ժամից չես օգտվում, ինքը գնում է արդեն քոնի չի։ Դու պետք է կարողանաս ճիշտ ժամանակին այդ աստղային ժամը դու օգտագործես քեզ համար։ Հայ նկարիչը ինձ թվում է կարիք ունի պետության աջակցությունը, որովհետև շատ նկարիչներ կան, որ արվեստանոցներ չունեն, պայմաններ չունեն աշխատելու, մի փոքր տարածքներում են աշխատում, բայց շատ շնորհքով երիտասարդներ ունեն, իրանց օգնել է պետք։ Ինձ թվում է պետության ձեռքը, եթե պետությունը ձեռք մեկնի արվեստագետներին, դա շատ լավ կլինի։ Իմ հայրենիքը սկսվում է իմ մանկությունից է սկսվում, իմ գյուղից է սկսվում, որտեվ ես սկզբում էլ ասեցի, որ հաճախակի մտովի ես վերադառնում եմ իմ մանկություն, իմ գյուղ, իմ ապրումները, երբ որ առավոտները արևածագը գնում էի, ես փոքր երեխա եմ եղել, արևածագը ընդունում էի, երեկոյան մայրամուտն էի ընդունում, ժամերով կարողա նստեի ամպերի հետ խաղայի, ամպերի հետ երկխոսության մեջ մտնեի, դա էր իմ հայրենիքը դա էր։ Երբ որ ես ուզում եմ գնալ դեպի իմ մանկությունը, իմ գյուղ եմ ուզում գնալ, երբ որ հասնում եմ այդ ճանապարհին, ինձ թվում է ինձ հետ ինչ-որ տարօրինակ բաներ է կատարվում, այդ հայրենիքի կապն է, սերն է, կարոտն է, հայրենիքը դա գիտեք ոնց ծնունդն է, հողն ու ջուրն է, օդն է, մեր Հայաստան աշխարհը ինքը շատ սիրուն է, շատ սիրուն է։ Հաճախակի մենք չբացահայտված այնքան տեղեր կա, որ մենք գնում ենք, ասում ենք լավ, միթե մենք ասես լավ հրաշալի տեղեր ունենք, որ մենք չենք եղել։ Ասես գեղեցիկ բնություն ունենք, բայց ինչի չենք կարողանում մեր բնությունը պահենք, սիրենք։ Չէ՞ որ այս բնությունը ինքը սիրո կարիք ունի, վերաբերմունքի կարիք ունի, ինչպես մարդ երեխեք։ Այս շատ կարևոր բանն է այդ ամեն ինչը։ Բայց մենք մի քիչ երևի անտարբեր ենք, չգիտեմ, մեր հայրենիքի, մեր բնության հանդեպ։ Ես կուզենայի, որ այդ կապը շատ լիներ, մենք սիրեինք մեր հայրենիքը, մեր հողն ու ջուրը, մեր ժողովրդին, մարդկանց, որտեղ մարդը մենակ առանց մարդու հայրենիք էլ չի կարող հայրենիք լինի, մարդով է հայրենիքը հայրենիք լինում։ Նկարելու ընթացքում, երբ որ ես նկարում եմ, ոգեշնչող վիճակը ստեղծում է այդ նկարչական process-ը, որ ես դա այդ ժամանակ ես հաճույք եմ ստանում, ես ապրում եմ։ Երբ որ վրձինը մոտենում է ներքին, ներկը սկսում է աշխատել, դառնում է գույն։ Ինքը քեզ ոգեշնչում է, ինքը ոգեշնչում է, որ դու պետք դեպի առաջ գնաս, դեպի ավելին անես, որտեվ նկարչությունը այնպիսի բան է, որ դու ամբողջ կյանքում դու սովորում ես, ինքը մի օրվա բան չի, երկու օրվա բան չի, չբացահայտված գաղտնիքներ ինքը շատ ունի, ինչքան էլ դու տարիքով մեծանում ես, շատ գործեր ես անում, շատ նկարներ ես անում, բայց ժամանակը գալիս, որ զգում ես ինչ-որ շատ բաներ դու չես արել, տեսնում ես, որ ինչ-որ շատ պակաս բաներ կա, բայց դու կարող ես անել։ Իսկ նկարչության մեջ, եթե մի կտավի մեջ դու նոր մի բան չես անում, ինքը անհետաքրքիր է դառնում արդեն։ Այդտեղից էլ ոգեշնչում ես, սկսվում է հաջորդ նկարչությունն է սկսվում։ Եթե այդ ոգեշնչում, եթե դու սպառված ես լինում, շարունակությունը չի լինում։ Իսկ այդ սպառված վիճակը, որ անդադ նոր բաներ է գալիս, քեզ ոգեշնչում է նոր աշխատանքներ ստեղծելու համար է ստեղծում։ Ուսանողական տարիներից հետո եւ փնտրտուքները սկսվեցին նկարչություն, ոչ թե ինքը փոփոխվեց, այլ կատարելագործվեց ավելի ու ավելի իմ դուրը գալիս է, ինչքան ինքը գնում է հեռու իմ ուզած տեղը ու իմ դուրը ավելի շատ է գալիս, որտեվ
դա ես եմ ստեղծում, բայց ես մտածված չեմ տանում այնտեղ, որտեղ որ ինքը ինձ գնում է։ Դա process է, նկարչական process է, հասունացման process է։ Դու ես մի քիչ առաջ ասեցի, որտեղ երբ որ դու նոր դետալներ ես դնում, ինչ-որ բան փոխվում է, նորություն է մտնում, բայց դա շատ լավ է, որ փոխվում է, նոր բաներ է մտնում, բայց ոճը չի փոխվում։ Ոճը, ձեռագիրը մնում է նույնը, պարզապես ինքը անդադ նկարչությունը հարստանում է։ Ժամանակակից արվեստին ես վերաբերվում եմ շատ լավ, որովհետև անընդհատ նոր բաներ ես տեսնում, նորարարություններ ես տեսնում, եւ այդ ազատությունը ես սիրեցի, որ հիմի շատ ազատ են նկարում, հիմի համացանց գոյություն ունի, համացանցով դու ամբողջ աշխարհի նկարիչներին հետևում ես, տեսնում ես ինչ են անում։ Ու դա շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր է։ Քեզ թվում է, թե ինչ-որ անդադ նոր բաներ ես տեսնում, մի պակարդ մեզ թվում էր, թե ամեն ինչը արդեն սպառվել է նկարչության մեջ, բայց այդպես չի։ Անդադ նոր ուղղություններ են գալիս, նոր նկարիչներ են ծնվում։ Ուրեմն կյանքը շարունակվում է, չէ՞ որ ծնունդն է դա, ոնց որ մարդն է ծնվում, անդադ շարունակվում է, արվեստն էլ, նկարչությունն էլ նույն ձևի ինքը շարունակվում է։ Ես այսպես կարող եմ ասել, նկարչությունը, երաժշտությունը, պոեզիան, այդ երեք արվեստների կապը ես կուզենայի, որ ընդհանրապես ասենք այդ երեք արվեստները իրար հետ միշտ եղել են։ Եթե նկարչության մեջ սիմֆոնիա չի լինում, չգիտեմ, այդ սիմֆոնիան անպայման պետք է, չգիտեմ, ես պետք է զգամ։ Եթե ես նկարը նկարում եմ, այդ սիմֆոնիան ես նկարչության մեջ պետք է զգամ, այդ երաժշտությունը պետք է զգամ։ Ինքը ինձ համար նկարչությունը նաև երաժշտությունն է, երաժշտությունը նաև նկարչությունն է։ Նույնը եւ կարող եմ ասել պոեզիայի համար, կարող եմ ասել, որտեվ երբ որ դու պոեզիան կարդում ես, նկարապատկերներ են գնում, չէ, նկարապատկերներ են գնում, հոգու պատկերներ են գնում, ունել նկարչության մեջ է։ Դա միասնական, չգիտեմ, միասին երևի ցուլված արվեստներ են, որ մեկը մյուսի հետ կապ ունեն, իրանք առանց իրար իրանք չեն կարող գոյատևել, իրանք շղթա է, դա շղթա է։